Բժիշկների մասին ինչ-որ քննադատական բան էի ասել, ծանոթներիցս մեկը ասեց, ինչի ես այդպիսի բան ասում։ Կան շատ գրագետ, խելացի, նաև բարեխիղճ բժիշկներ։ Ասեցի, դու գիտես, ես չգիտեմ դա։ 90-ական թվականներին 60 անց վիրաբույժի գիտեի, որը իր 80 անց հիվանդին գյուղացի կին վիրահատելուց հետո, որը կարիք ուներ ոտքերը տաք ջրի մեջ դնելու եւ այդ պահին կոնկրետ հարմար մարդ չկար, հենց այդ վիրաբույժն էր ջուրը տաքացրել եւ այդ կնոջ ոտքերը դրել տաք ջրի մեջ։ Իդեպ որևէ ազգակցական կամ բարեկամական կապ չուներ այդ կնոջ հետ։ Այդ թվականներին հիվանդանոցներից մեկում, որ պարկած էի, կին բժիշկը իր 7 հիվանդներից 2-ի համար տնից սնունդ էր բերում, ամենավատ ժամանակներն էր։ Բայց նաև հենց այդ նույն ժամանակները, հիշում եմ, գնացել էի բժշկի կաբինետի առաջ նստած, կաբինետի ներսից լսում էի բժշկի և հիվանդի իսկական բազարը։ Դա այն ժամանակն էր, երբ պտույտի մեջ էր և դոլարը, և ռուբլին, և դրամը։ Եվ գնում էր իսկական բազար, թե ինչ արտարժույթով կամ ինչ արժույթով պետք է վճարի և ինչքան։ Ես վեր կացա ու հեռացա։ Ասեցի, եթե ես մտնեմ այս կաբինետ, հաստատ առողջությունս ավելի կվատանա։ Իդեպ ասեմ, որ կոնկրետ այդ ժամանակ ֆինանսական որևէ դժվարություններ չունեի։